Բարերեկո սիրելի փոքրիկներ, մենք նորից հանդիպեցինք ու հանդիպեցինք նարնջագույն փղիկ մանկապատանեկան զարգացման կենտրոնում, որտեղ կա նաև խանութ սրահ։ Սիրելի բալիկներ, մենք այսօր լինելու ենք երկուսով, ես եւ Ժորան։ Ուզում եմ Ժորան ներկայանա։ 5 տարեկան եմ, մանկապատեզ եմ հաճախում։ Եվ սիրում ես այստեղ գալ։ Այո։ Երբ գալիս ես, ինչ ես անում։ Պրայսիրինով ծեփանիշ եմ անում։ Այո, սիրելի բալիկներ, նա գեղեցիկ տարբեր տեսակի բաներ է պատրաստում, եւ մենք հիմա կհամոզվենք։ Ես ձեզ կպատմեմ այս հեքիաթը, որը որ պատմելու է երկու կապիկների մասին, իսկ այդ ընթացքում Ժորան կպատրաստի կապիկին։ Լավ։ Այո։ Դե հարմար տեղավորվեք ու լսեք կապիկների մասին հեքիաթը։ Կար չկար մի գազանանոց կար։ Մեր գազանանոցի պես։ Սիրելի փոքրիկներ, ես ուզում եմ իմանալ, դուք սիրում եք կենդանաբանական այգի հաճախել։ Ես վստահ եմ, որ բոլոր երեխաները շատ են սիրում։ Սիրում եք անցնել կենդանիների կողքով, նրանց հետևել, նրանց հետ խոսել ու կերակրել։ Սիրելի բալիկներ, ահա եւ մի անգամ կենդանաբանական այգում մի այսպիսի դեպք է պատահում։ Երկու կապիկներ իրար հետ նստած, երկուսն էլ փոքրիկներին օրոր էին ասում։ Բայց ահա կապիկներից մեկը, որը որ քիչ ավելի փորձ ուներ, օրոր ասելու ժամանակ աչքերը փակում էր ու ասես ուզում էր քնով անցնել։ Եվ երեխան էլ ասես արդեն պետք է ցած ընկներ։ Բոլոր մարդիկ նայում էին ու ախ ու վախ էին քաշում։ Ախր բոլորը հոգ էին տանում։ Ուզում էին, որ հանկարծ այդ փոքրիկ ձագուկը կապիկի ցած չընկներ։ Իսկ այն մյուս կապիկը, որը որ մի քիչ ավելի փորձառու մայր էր, նա անընդհատ խփում էր քիչ ավելի փորձառուին ու նրան արթնացնում էր ու հիշեցնում, որ իր ձեռքին փոքրիկ ձագ կա։ Մարդիկ նայում էին, հետևում էին կապիկների շարժումներին։ Եվ ահա երբ արդեն որ երրորդ անգամ այն ավելի պատանի կապիկը նորից քնով էր անցնում ու փոքրիկին ցած գցում, փորձառու կապիկը շատ է բարկանում եւ նրան այնպիսի մի հարված է հասցնում,